Signing this deal up was a challenge in and of itself. ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետի հետ եւ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները, հայտնել է Axios գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը մոտ ժամանակներս կուղևորվի Կատար, Իրано-ամերիկյան հուշագրի իրականացման հարցերով խորհրդակցությունների համար, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում կամ բանակցություն նախատեսված չէ։ Իսրայելական կողմի հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մտադրության ֆոնին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Իսրայելի դեմ ուղղված հերթական կոշտ հայտարարությամբ։ 2 մարտიდან bu yana Թուրքիայի նախագահը բացահայտ կոչ է արել կործանել Իսրայելը եւ վերջինիս մեղադրել է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Բենյամին Նեթանյահուն այս սպառնալիքները որակել է որպես պետականության դեմ ուղղված լուրջ վտանգ եւ խոստացել է հարցը բարձրացնել Միացյալ Նահանգների ղեկավարության առջեւ։ Երկու պետությունների առճակատման իրական շարժառիթը Սիրիայում նրանց աշխարհաքաղաքական շահերի եւ ազդեցության գոտիների սուր բախումն է։ Թուրքիայում հասարակական դժգոհության աճը նույնպես ստիպում է Անկարային վերանայել իր դիրքորոշումը եւ հեռանալ իսրայելական կողմի հետ գործակցությունից։ Այս ամենը դեռևս կրում է քաղաքական մանևրի բնույթ, քանի որ Թուրքիան երկար տարիներ պահպանել է երկակի ստանդարտներով գործելու իր գործելավոճը։ Թուրքիայի արևմտյան մասում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ուժեղ քամիների պատճառով այն արագ տարածվել է անտառապատ տարածքներում եւ մոտեցել Իզմիրի բնակելի թաղամասերին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով։ Հրդեհի մարման համար գործի են դրվել 7 ինքնաթիռ, 8 ուղաթիռ, 35 հրշեջ մեքենա, 4 բուլդոզեր եւ բազմաթիվ հրշեջ փրկարարական խմբեր։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին։ Պատերազմի նոր փուլը կարող է սկսվել Թեհրանի հարձակման կամ Դոնալդ Թրամփի վճռական որոշման պատճառով։ Նախարարի պնդմամբ ամերիկյան կողմն ուղղակիորեն փոխկապակցել է իրանական եւ լիբանանյան ռազմաճակատները։ Այս հանգամանքով է պայմանավորված Բեյրութի շենքերի զանգվածային ավերումը դադարեցնելու Իսրայելի որոշումը։ Կացը կարծում է, որ հենց Վաշինգտոնի միջնորդությունն է փրկել Հեզբոլլահ խմբավորմանը վերջնական փլուզումից։ Փաստացի իսրայելական կողմը սեփական ռազմական դադարների պատասխանատվությունը վերագրում է դաշնակցի շահերին։ Նման հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում Իսրայելի ինքնուրույն գործելու իրական հնարավորությունները։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության փոխհրամանատար Բրեդ Քուփերը Լիբանանում հանդիպել է երկրի զինված ուժերի հրամանատար եւ երկրի նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն է եղել Լիբանանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև ձեռք բերված երկկողմ համաձայնության իրականացման մանրամասների քննարկումը։ Սակայն մասնագետները կարծում են, որ այս պայմանավորվածությունը փաստացի օրինականացնում է իսրայելական բռնազավթումը լիբանանյան հողերում։ Այն ծառայում է որպես քողարկում լիբանանցի ժողովրդի դեմ իրագործված շարունակական հանցագործությունների համար։ Մոնակոյի կենտրոնական հատվածի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ հունիսի 29-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել։ 3 մարդ է տուժել, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մոտակա տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ պայթյունից քիչ առաջ բնակելի շենքի մուտքի մոտ պայուսակ թողնում։ Տեղական մամուլը գրել է, որ վիրավորներն ըստամենայնի ուկրաինացի ընտանիքի անդամներ են, 2 մեծահասակ եւ 13-ամյա դեռահաս։ Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ էլ հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել են, որ տուժածներից մեկը կարող է լինել Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Իշխանությունները դեպքը որակել են որպես կանխամտածված գործողություն։ Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից մեկնել են դեպքի վայր լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու։ Ոստիկանական համատեղ գործողություն է իրականացվում կասկածյալին հայտնաբերելու համար։ 6 ամսական երեխա է մահացել Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօթաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Ուկրաինական դրոնն ընկել է մասնավոր տան վրա, հրդեհ է բռնկվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 2 մեծահասակի եւ 2 երեխայի։ Ցավոք 6 ամսական երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վարաբիովը։ Ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանությունը Մոսկվայի մարզում հետ է մղել ուկրաինական 60 անօթաչու թռչող սարքերի հարձակումները։
Գերմանիայի շտադե քաղաքի կանանց եւ երեխաների աջակցության կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը դեպքի վայրից փախուստի դիմաց 45-ամյա կասկածյալին ձերբակալել է։ Նախնական տվյալով ողբերգության պատճառը եղել է երեխայի խնամակալության շուրջ վեճը։ Տղամարդը հաստատություն էր եկել իր 3 ամսական դստեր հարցով հանդիպման։ Իրավապահները հայտնել են, որ երեխան ու մայրը հաստատված զոհերի թվում չեն եւ հանրության համար այլևս վտանգ չկա։